փոխվարչան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես մի քանի նշումներ եմ արել ֆունդամենտալ հարցերի հետ կապված եւ նպատակը կայանում է նրանում, որ ուղղակի խնդրում եմ, հայցում եմ, որպեսզի ձեր ուշադրության կենտրոնում լինեն նաեւ այդ հարցերը կամ այդ պատճառները, որոնք ինչ որ որոնց կարևորությունը մենք մեզ մոտ ֆիքսել ենք որպես ֆունդամենտալ նուսեպայի կատարման, չկատարման գնահատականին կանդրադառնանք գրավոր, հիմա չանդրադառնանք, բայց ֆունդամենտալ հարցերից առաջինը, որ կցանկանայի կիսվել ձեզ հետ իմ կարծիքով եւ խնդրել, որպեսզի դուք էլ ուշադրության կենտրոնում պահեք դինամիկան, դատական համակարգին վերաբերելի մենք ունենք հետեւյալ խնդիրը, որի շուրջ ըստ էության ամեն օր ինչ որ չափով փորձում ենք պրոգրես ունենալ, բայց հարցը բավականին բարդ է, որովհետեւ իրականության մեջ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառը համակարգի ծանրաբեռնվածությունն է, բայց դա չեմ կարծում, որ adekvat բացատրությունն է, կամ մենք պարտավոր ենք նման բացատրության հետևից չգնալ եւ չհամարել, որ դա նորմալ է, բայց մենք ունենք մի խնդիր, որ դատական համակարգը հագեցած է պրոցեսներով, որոնք արդարադատության իրականացման հետ կապ չունեն։ Ու դա կուտակվել է տարիների ընթացքում ու հիմա մենք փորձում ենք դա մաքրել, որպեսզի դատական համակարգը լինի արդարադատություն իրականացնող կառույց, այլ ոչ թե պրոցեսներ սպասարկող, ու դա բավականին բարդ գործընթաց է, ու ես ուղղակի կխնդրեի, որ նաև ձեր ուշադրության կենտրոնում լինի, որտեղ ինքը ունի երկու մաս, եւ գործառնական քաղաքդատավարության մասին առիթ ունեցանք խոսենք, դա ըստ էության համատարած պիտի արվի, որպեսզի դատական համակարգի ներսը պրոցեսները ժամանակ չխլեն ընդհանրապես, երկրորդը, որպեսզի արդարադատության ֆունկցիայի իրականացումը անջատվի հենց փաստաթղթաշրջանառության եւ այլն պրոցեսներից, բայց երկրորդը նաեւ, որ մենք ունենք օրենսդրությամբ սահմանված միլիոնավոր դեպքեր, երբ որ ինչ որ բան անելու համար պիտի ունենալ դատարանի վճիռ։ Սա ճիշտն ասած ինձ օրինակ աբսուրդային է թվում, իրավաբաններին կիսա աբսուրդային, բայց ես կարծում եմ, որ մենք պիտի դատական համակարգի մեջից հանենք այս գործառույթը, որովհետև նույնիսկ երբ որ կողմերը հաշտվում են, հաշտություն կնքելու համար պետք է մեծ պրոցեդուրաներով անցնել, ինչը նշանակում է, որ արհեստական, իմ կարծիքով նշանակում է, որ արհեստական ծանրաբեռնում ենք համակարգը, իսկ ծանրաբեռնվածությունը բերում է այլ թե մնացած խնդիրների, որոնց մի մասը նաև դուք եք արձանագրել, եւ կցանկանայի, որպեսզի մենք միասին ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում արբիտրաժը աշխատի, ռեալ, իրական, որովհետև վեճերի լուծման արբիտրաժային կարգը, ես կարծում եմ, եւ ծանրաբեռնվածության խնդիրն է դատական համակարգի, բայց դա դոմինանտ խնդիրը չի, դա բիզնես մշակույթի խնդիր է, որը կարծում եմ շատ արդյունավետ է, եւ կարծում եմ, որ ի վերջո նաև բիզնեսի անկախության երաշխիք է, որի իմաստով ինչի իր հերթին էլ կնպաստի օտարերկրյա ներդրումներին եւ ընդհանրապես ներդրումներին, պարտադիր չի միայն օտարերկրյա։ Ես մոտավորապես նույն տրամաբանությամբ ֆունդամենտալ խնդիր, ես կարծում եմ, որ մենք ունենք կոռուպցիայի հակազդման ոլորտում, որին նույնպես կցանկանայի, որպեսզի նաև այդ խնդիրը պերմանենտ մնար ձեր ռադարների վրա, որովհետև գիտեք, մենք շատ դեպքերում փորձում ենք գնահատել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացները մի պահ անդրադառնալով հենց պատճառին։ Իսկ էլի կուտակված բիզնես պրոցեսների, այսինքն հանրային ծառայության իրականացման գործառույթում կուտակվել են անիմաստագույն բազմաթիվ, ես ասեմ, դա
բավականին բարդ պարզվեց, որ դա շատ բարդ աշխատանք է այդ ավելորդ ֆունկցիոնալը մաքրել վերացնել, որովհետև հենց այդ նույն համակարգը, որը դրանից օգտվում է, ինքը հակազդում է, չի թողում, որպեսզի այդ ավելորդ պրոցեսները արմատախիլ արվի, որովհետև այդ ավելորդ պրոցեսներն էլ սնում է կոռուպցիան։ Հետո էլ մենք բյուջետային ծախսեր ենք անում, այսինքն հանրությունը ծախսանում, որպեսզի դրա դեմ պայքարի։ Եվ այդ իմաստով թվայինացման գործընթացները իհարկե գերկարևոր նշանակություն ունեն, որովհետև թվայինացումը այդ իմաստով ունիկալ է, ինքը անտրամաբանական բիզնես պրոցեսներ չի ընկալում, չի ստացվում թվայինացնել, ըստ այդմ ինքը բացահայտում է, կարմրացնում է այն խնդիրը, որը ակնհայտ ավելորդ գործառույթ է։ Այս իմաստով ես կարծում եմ ժամանակն է, որպեսզի մենք իհարկե զուգահեռ ունենալով մոնիտորինգի առարկա որպես գործառույթները պայքարի եւ այլն, բայց պետք է նաեւ մենք մշտադիտարկենք, թե ինչպես է կառավարությունը իր գործառույթների օպտիմիզացիան իրականացնում եւ թվայինացման գործընթացը, որովհետեւ ես կարծում եմ դա պատճառների վերացման ամենակարևոր երաշխիքն է, թե չէ հակառակ դեպքում մենք անվերջ կստեղծենք կառույցներ, որոնք կպայքարեն կոռուպցիայի դեմ, կարող է ինչ-որ ժամանակ նույնիսկ դուք գոհ լինեք այդ պայքարից, բայց ինքը գլոբալ արդյունքը լինելու է զրոյական։ Մենք ունենալու ենք վատ մթնոլորտ, մենք ունենալու ենք անվերջ պայքար, մենք ունենալու ենք էմոցիոնալ շատ նեգատիվ եւ շատ պոզիտիվ ինչ-որ դրսևորումներ, բայց արդյունքում ոչ մի բան չենք ստեղծելու մեր երկրում, ուղղակի ունենալու ենք հաջող պայքարի սցենար, որը այդպես շատ կարևոր է, բայց ավելի կարևոր է, որպեսզի մենք չունենանք կոռուպցիա, ոչ թե ունենանք եւ լավ պայքարենք դրա դեմ։ Ես կցանկանայի նաեւ անդրադառնալ բնականաբար կարևորագույն հարցի, պարոն Գրիգորյանը անդրադարձավ, դա անձնական տվյալների պաշտպանության սկսած մշակույթից վերջացնելով ենթակառուցվածքից այդ բոլոր տեղերում մենք լուրջ անելիքներ ունենք, ընդ որում մեր փորձը ցույց է տալիս, որ թվային ենթակառուցվածքը ամենակարևոր հարցն է, այսինքն մենք եթե չունենանք ճիշտ լավ որակով թվային ենթակառուցվածք, մենք կարող է ֆորմալ ունենանք բոլոր երաշխիքները, որ անձնական տվյալները պաշտպանված են Հայաստանի Հանրապետությունում, բայց իրանք պաշտպանված չեն լինի այսօրվա իրականության, որովհետև ինֆորմացիայի շրջանառության տեմպը ու ծավալները արդեն այնքան մեծացել, որ նույնիսկ առանց թվային զարգացած թվային համակարգերի դժվար է պատկերացնել, ոնց կարելի է այդ պրոտեկցիայի խնդիրը լուծել։ Եվ այդ իմաստով ստեղ խնդրում եմ ձեզ, որպեսզի ձեր ուշադրության կենտրոնում պահեք երկու բան, այսինքն ինչքանով ենք մենք ենթակառուցվածքի ձևավորումը տեմպով իրականացնում, այսինքն ստեղ բիոմետրիկ անձնագրերի սոֆտը դրա մի փոքր մասն է, ինքը բավականին առիթ կունենանք, դրա մասին կարող ենք նույնիսկ առանցին մի հատ քննարկում կազմակերպել, որովհետև դա գերկարևոր խնդիր է, բայց ունենք նաև մյուս խնդիրը, որ իրավաբանների հետ միշտ բավականին բարդ բանավեճ է, որովհետև այդ գաղտնիությունը եւ թափանցիկությունը ունեն տենց մի հատ նուրբ եզր եւ ընդհանուր ընկալում ես կասեի, որ ավելի շատ կառավարությունում կա ընկալում թափանցիկության վերաբերյալ, քան անձնական տվյալի պաշտպանության, որովհետև այսօրվա իրականության մեջ այդ բոլոր տիպի գաղտնիքները, բանկային, առողջապահության եւ այլ այդ ամեն ինչը ըստ էության անձնական տվյալների պրոտեկցիա է, բայց միևնույն ժամանակ շատ մեծ ախորժակներ կա եւ բանկային գաղտնիքը վերացնելու առողջապահության մասին դեռ չեմ լսել, բայց կարծում եմ դրան էլ գործը կհասնի։ Այստեղ էս բալանսը կա, որտեղ քաղաքացիությունը մեզ պիտի օգնի, որովհետեւ տենց անընդհատ իհարկե կառավարությանը առավել եւս իրավապահներին շատ հարմար է, որպեսզի անձնական տվյալների
գաղտնիությունը նվազագույնի հասցնեն եւ իրանք դա հաջողությամբ անում են, որովհետեւ իրանք շատ են եւ իրանք հիմնավորումները միշտ լինում են նենց երկար հոգնածնող տեքստերով, որ ստիպված հետո ասում են դե լավ անենք, որովհետեւ բայց ես կարծում եմ դա բավականին դեգրադացնում է անձնական տվյալների ինստիտուտը Հայաստանում, բայց ստեղ ասելիքը ձերն է, ստեղ նախ եւ առաջ խաղ հասարակության անելիքն է, որովհետեւ շատ կարեւոր է թե հասարակությունը դրան ոնց է վերաբերվում։ Եվ չորրորդ ֆունդամենտալ խնդիրը, որ պարոն Խորշուդյանը բարձրացրեց էներգետիկայի առաջի բլոկում իր զեկույցի, այստեղ մի բան կցանկանայի ավելացնել այդ արձանագրված այդ դիագնոզին պրոբլեմի, դա ապաշրջափակումն է։ Մենք իրականության մեջ էներգետիկայի զարգացման հարցում ամենակարևոր խնդիրը, որ մեզանում ցավոք սրտի դեռևս լուծված չի, դա գլոբալ ցանցերին կպած կամ չկպած լինելն է։ Որովհետև եթե կպած չենք լինում, ինքը դառնում է լոկալ սպառման լոկալ արտադրության եւ սպառման միջավայր, դա միշտ շատ թանկ է, որովհետեւ մենք տեսեք նույն արևային էներգիայի մասին խոսեցիք, արևային էներգիան կամ պիտի ինքը գլոբալ ցանցով սպառվի, կամ պիտի կուտակիչներ ունենանք։ Կուտակիչները բավականին թանկ ազդեցություն կունենա տարիֆի վրա, դեռևս, որովհետև այդ նույնախ բնապահպանական մեծ խնդիրներ կա դրա հետ կապված, որովհետև այդ կուտակիչները քանի դեռ աշխատում են, շատ լավ է, բայց ուտիլիզացիայի ժամանակ պարզվում է լուրջ խնդիրներ կա ու աշխարհը դեռևս այդ capacity կոչվածը չունի, որպեսզի դա ճիշտ ուտիլիզացնի, որովհետև փչացած կուտակիչը դա մի առանցին աղետ է։ Ես ինչի եմ սա ասում, որպեսզի նորից խնդրում եմ, որ ձեր ուշադրության կենտրոնում մնա, որովհետև սրանք շատ ռազմավարական հարցեր են, որ պետք է ճիշտ որոշումներ կայացնենք։ Իսկ ունենալ ատոմակայան եւ անկախ նրանից թե որը այսօրվանը կամ ապագան եւ ապաշրջափակված չլինել, դա էլ իր հերթին շատ լուրջ քննարկման հարց է, որովհետեւ ինքը ի սկզբանե գերհզոր կառույց է եւ փոքր սպառմամբ միջավայրում չափաշրջափակվելու պարագայում դա ունի բերում է իր խնդիրների, որովհետեւ տեսեք շատ լավ է երևի ինքնարժեքը շատ լավ է, բայց դուք չեք պատկերացնի իր միացնել անջատելը ինչ լուրջ խնդիր է եւ ծախսերի իմաստով եւ նաեւ պրոտոկոլային անվտանգության իմաստով, այսինքն ստեղ էլ հարցեր կա, որ ես կցանկանայի, որ հասարակության ուշադրության կենտրոնում մնար եւ լիներ նաեւ ապաշրջափակման հարցը, երբ որ մենք խոսում ենք էներգետիկ ռիսկերից, որովհետեւ ապաշրջափակված լինելը դա առաջին կարևոր քայլն է, որը չեզոքացնում է էներգետիկ ռիսկերի երևի 40%-ը, որը այսօր մենք ունենք։ Ինչ վերաբերվում է ալտերնատիվ գազային տրանզիտին, դուք ինձ լավ գիտեք, շատ է քննարկվել այդ հարցը, ինքը մենք պիտի շատ լավ հասկանանք արդյոք այդ ուղղությունից կահավորված ենթակառուցված, ես դիամետրի մասին չեմ ասում, պարզվում է, որ խնդիրը պոմպերով, այդ պոմպերի ինքնարժեքը, որը այլ երկրի տարածքում պիտի մոնտաժված լինի, նախ արդյոք այդ երկիրը ունի հնարավորություն, հասանելիություն այդ պոմպերը ներմուծելու ու դնելու, երկրորդը ինչի համար դա անի, եթե մենք ապաշրջափակված չենք։ Այսինքն միայն հայաստանյան սպառման համար ենթակառուցված կհագեցնել տեխնիկապես, որպեսզի գազ մղի ավելի շատ, պարոն Խորշուդյան, տեսեք մոտավորապես, եթե խոսում ենք եկամտաբերության տեսանկյունից, եթե սպառման շուկան լինելու է միայն Հայաստանը, այդ ներդրումների ծավալը երբեք կոմերցիոն տրամաբանություն չունենա։ Բայց պոմպերը մեր տարածքում են դիտել, իրենք մոտ կողովակի
Լայնությունը բավարարում է։ Չէ, խողովակի լայնությունը գուցե բավարարի, բայց ինքը պոմպեր իր այդ մասերում, որտեղից հյուսիսում այդքան գազ չկա, որպեսզի ինքը տենց ենթակառուցված մղվի ավելի հյուսիս դեպի Հայաստան։ Որպեսզի այդ սխեման գործառնական իմաստով որպեսզի աշխատի, ինքը դեռևս հարևան երկրի հարավից պիտի մղվի դեպի հյուսիս։ Այնտեղ մղվում է ուղիղ այնքան, ինչքան որ անհրաժեշտ է։ Հյուսիսին մի քիչ էլ գալիս է մեզ։ Առավել եւս, եթե մենք խոսում ենք տրանզիտի մասին, միևնույն է այդ հզորությունը պետք է, այդ տրանզիտը իրականության մեջ վստահ եմ գիտեք ֆիզիկական շարժի մասին չի խոսքը, նրանք այնտեղ վերցնում են, այստեղ տալիս են, ասենք դրա ընդեղից տեղափոխել մեր երկիր ընդհանրապես անիմաստ է քննարկելը բանի իմաստով գործառնական, բայց սվոպի իմաստով, ինչպես դուք նշեցիք, իհարկե շատ լավ կլիներ ու իհարկե կարծում եմ նույնիսկ անկախ գնից շատ լավ կլիներ, հիմա չեմ ուզում ասել ինչ եմ այդպես ասում, բայց նույնիսկ նույն գնով ավելի լավ կլիներ, որ հնարավոր է, բայց այդ ներդրումը, որը պահանջվում է, որպես ինքը գործառնական աշխատի, նպատակին հասնենք, չի ծածկում այն եկամուտը, որը պոտենցիալ կարելի է ստանալ այն դեպքում, եթե սպառողը միայն հայկական շուկան լինի այդ ներդրման ուժով։ Եթե ապա շրջափակվենք, ձեր ասած խնդիրը ես կարծում եմ շատ արագ կլուծվի, որովհետև էլի դա դառնում արդեն գլոբալ ցանցի ֆրագմենտ, որը արդեն շատ ավելի լուրջ ենթակառուցվածքային նշանակություն է ստանում։ Գազպրոմ Արմենիայի Ուղղակի կարճ հարց, Գազպրոմ Արմենիայի մենաշնորհը խոչընդոտներից մեկն է, եւ եթե այո, դա հաղթահարելու ուղղությամբ կառավարությունը մտածում է, թե չէ, որտեղ դուք ասում եք մենակ մեր շուկան բավարար չի, իսկ գուցե Վրաստան արտահանելու հնարավորություն կունենանք, եթե այդ մենաշնորհից ազատվեն Գազպրոմ Արմենիայի։ Պարոն Խուշուջան, տեսեք, դա հարցերից է, որը առանցին քննարկման առարկա է, որովհետև էլի բաներ կա, որի մասին հիմա ես չեմ կարող ավելի մանրամասն ասել, բայց կարող է ավելի ինքը ստեղ գիտեք ոչ թե նույնիսկ մեկ ուղղությամբ տրանզիտի խնդիրը չի։ Խնդիրը կայանում է նրանում, թե Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքները ինչքանով են միանում տարածաշրջանում գլոբալ ենթակառուցվածքների, որովհետև երբ որ մի ուղղության վրա ենթակառուցվածքային ներդրում արվում, բոլորը դրանից անհանգստանում են, որովհետև ինքը կախվածության մեջ անգնում, որի մեջ մենք այսօր մեղմ ասած կանք։ Իսկ այսինքն այդ ենթակառուցվածքները միշտ նենց են դիզայնանում իրաց տրամաբանությունը, որ ինքը բոլոր տեղերից բոլորին կպած լինի, որ ոչ մեկը չչարաշահի այդ ներդրումը։ Եվ այդ իմաստով ստեղ մտածելու բան ունենք եւ քննարկելու հարց ունենք եւ դրա համար ես խնդրում եի, որպեսզի քաղաքասարակությունը այս հարցին միշտ ռադարի վրա պահի, որպեսզի միշտ միասին հասկանանք, ուր ենք մենք հասել եւ ինչ շանսեր կա, որովհետեւ միշտ ապա շրջափակման օրակարգը կամ խաղաղության խաչմերուկը հասարակությունը ընկալում է որպես ճանապարհների, ապա շրջափակում, բայց ինքը իր բովանդակությունը շատ ավելի խորն է։ Մենք երևի այդքան լավ, երևի ավելի շատ պիտի դրա մասին խոսենք, բայց դա ավելի շատ ռեգիոնալ ինտեգրացիայի մասին է խոսքը, ոչ թե ճանապարհ բացել կամ չբացելու մասին։ Իսկ ռեգիոնալ ինտեգրացիան եւ չեզոքացնում է ռիսկերը, եւ տալիս է ավելի լավ գին, եւ տալիս է անվտանգության երաշխիքներ, որովհետեւ եթե դու միացած ես համակարգերին, նշանակում է մի տեղից համակարգի ինչ-որ բանը կտրվել է, մյուս տեղից կոմպենսացվում է, եւ դու էլ դառնում ես դերակատար, բնականաբար կտրելն է շատ բարդ։ Սա է։ Մենք մեր օրակարգերում իրականության մեջ սեպայում կա, բայց դիմակայության եւ աճի պլանում ուզում ենք ավելի ընդգծենք այդ խնդիրը, որպեսզի ֆիքսենք ԵՄ մեր գործընկերների հետ, որ այս դոմինանտ խնդիրը պիտի մեր ուշադրության կենտրոնում մնա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան։
Չէ, շատ համակողմանի էր, շնորհակալ ենք, քանի որ պարոն Եղոյանը խոսք ուներ բացման եւ ցավոք բաց թողեց, ես իրեն խոսք կտամ, այնուհետեւ ընդմիջում կանենք